Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից և ասաց. «Ինչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի, որտե՞ղ ես մնում»։ Նա ասաց նրանց. «Եկեք ու տեսեք»։ Եկան ու տեսան, թե որտեղ էր մնում, և այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև 10-րդ ժամն էր։ Երբ առաջին աշակերտները սկսում են քայլել Հիսուսի հետևից, նրանք հարցրեցին ասելով. «Ռաբբի, որտե՞ղ ես մնում»։ Սա անկեղծ հարցադրում էր։ Նրանք չէին փնտրում պարզապես տեղեկություն, այլ ցանկանում էին նրա մոտ լինել։ «Որտե՞ղ ես մնում» հարցը ավելի խորն է, քան թվում է։ Այն արտահայտում է սրտի փնտրտուքը։ Որտե՞ղ է այն վայրը, ուր կարելի է քեզ հետ ապրել։ Որտե՞ղ է այն ներկայությունը, ուր կյանքը փոխվում է։ Հիսուսի պատասխանը կարճ, բայց լի էր զորությամբ. «Եկեք ու տեսեք»։ Նա չի բացատրում ամեն ինչ նախապես, նա չի պահանջում պատրաստվածություն կամ ապացույց, նա պարզապես հրավիրում է մոտենալ։ Այդ հրավերը միաժամանակ և կանչ է, և շնորհ։ Այն ոչ միայն առաջարկում է ճանապարհ, այլ տալիս է ուժ քայլելու այդ ճանապարհով։ Եվ նրանք եկան, նրանք տեսան, թե որտեղ էր նա մնում, բայց ամենակարևորը, նրանք ևս մնացին նրա մոտ։ Տեսնելը դարձավ մնայուն, հանդիպումը դարձավ հարաբերություն։ Այդ օրը սովորական օր չէր նրանց համար։ Ժամը հիշատակվում է, որովհետև այն պահը անջնջելի հետք թողեց նրանց կյանքում։ Այդ պահից նրանց կյանքը այլևս նույնը չէր։ Մենք գալիս ենք հարցերով, թերի գիտությամբ, երբեմն նաև երկմտանքով, բայց եթե գալիս ենք, նա մեզ ընդունում է, իր ներկայության մեջ մեզ հարատում է և սովորեցնում է մնալ իր հետ։ Այս խոսքը շարունակում է հնչել նաև այսօր։ Քրիստոսն ասում է. «Եկ ու տես»։ Երբ նրա հետ ենք, մեր աչքերը բացվում են, մեր սիրտը փոխվում է և մեր հավատը աճում է։ Տեր, ես էլ եմ հարցնում այսօր քեզ. որտե՞ղ ես մնում։ Օգնիր ինձ գալ, տեսնել և մնալ քեզ հետ։ Ամեն։